Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Այսօր դիտեք։ Խուսափողական պատասխան ուղիղ հարցին ադրբեջանցիները կրակել են հայկական դիրքերին։ Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, մշտապես պաշտպանության նախարարության կողմից տրվել են հաղորդագրություններ եւ բացատրություններ։ Հայաստանը Սիրիա հումանիտար օգնությունն ուղարկեց Թուրքիայի տարածքով։ Այսօրվանից 10 օրով բաց է Մարգարայի անցակետը, բացառապես հումանիտար բեռ տեղափոխելու համար։ Կարիք կլինի կրկնակի փորձաքննություն կնշանակվի։ Ներքին գործերի նախարարը ասես խոշտանգումի ենթարկած ոստիկանների փաստաբանը լինի։ Խոշտանգումների մասին ահազանգած երիտասարդը առերեսվում է ոստիկանների հետ։ Իրավապահները չեն շտապում մեղադրանքի հարցում։ Բուլինգի են թարգում լրագրող չէ, Տիկին Ջեբեջյանին։ Պաշտպանության հանձնաժողովի իշխանական նախագահ Անդրանիկ Քոչարյանը քննադատության թիրախում է հայտնվել հերթական անգամ լրագրողին վիրավորելու համար։ Դիմում ենք Անդրանիկ Քոչարյանին մանդատից զրկելու պահանջով։ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածել միմյանց։ Եվրոպան կտրուկ ավելացնում է սեփական պաշտպանական ծախսերը։ Հայաստանի հավաքականի ձախողումներից դժգոհ երկրպագուները շարունակում են պահանջել ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը։ 6-րդ օրը շարունակվող հայ-ադրբեջանական մեղադրանքների ֆոնին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջին անգամ հնարավորություն ուներ անդրադառնալու սահմանային իրավիճակին։ Սակայն լրագրողների մի շարք հարցեր այդպես էլ չպարզաբանված մնացին։ Օրինակ, կա ռազմական հարձակման ռիսկ։ Բաքուն պնդում է, թե հայկական զինուժը կրակում է ադրբեջանական դիրքերին։ Երևանը այդ հայտարարությունները կեղծ է որակում։ Իսկ այսօր տեղեկություններ հայտնվեցին, որ ադրբեջանցիներն են կրակել Սոտքի ուղղությամբ, որի մասին պաշտոնական լրատվությանը հետևելու հորդորներ անող ռազմական գերատեսչությունը չի հաղորդել։ Նախարար Պապիկյանն էլ իր ղեկավարած գերատեսչության նման ոչ մի ուղիղ հայտարարություն չի արել։ Մինչ Բաքուն 6-րդ օրն է Երևանին մեղադրում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար, Հայաստանի իրավասու կառույցների ղեկավարները ըստ էության հայտարարում են։ Հարձակման հավանականություն այս պահին չկա։ Լրագրողները այսօր հարցն առաջինը ուղղեցին խորհրդարան եկած պաշտպանության նախարարին։ Սուրեն Պապիկյանը նախ պնդեց, թե ադրբեջանական զինուժի տեղաշարժ չկա, ապա որոշակի զգուշավորությամբ խոսեց Բաքվի հնարավոր հարձակումից։ Որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ։ Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ։ Արդյոք պաշտպանության նախարարի այս հայտարարությունը նշանակում է, որ սահմանին իրավիճակը գնահատելու համար ռազմական գերատեսչությունը չունի անհրաժեշտ հետախուզական տվյալները։ Պարզ չէ, Պապիկյանը թեև խոստացել էր պաշտպանության հանձնաժողովի նիստից հետո խոսել լրագրողների հետ, բայց 2-3 հարցի կարճ արձագանքելուց հետո հեռացավ։ Սուրեն Պապիկյանը ուղիղ չպատասխանեց նաև մեկ այլ հարցի՝ գիշերը ադրբեջանական կողմը կրակել է Սոտքի ուղղությամբ։ Այսօր ողջ օրը համացանցում այդպիսի տեղեկություններ կային։ Տեղի ունեցող ապատեղեկատվությունը նրա մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, պաշտպանության նախարարությունը չի հաստատում։ Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մեր անձնակազմի վրա, մշտապես պաշտպանության նախարարության կողմից տրվել են հաղորդագրություններ եւ բացատրություններ։ Ու թեև Սուրեն Պապիկյանը հորդորեց հետևել պաշտոնական լրահոսին, բայց ռազմական գերատեսչությունն էլ տարածած հաղորդագրության մեջ կոնկրետ Սոտքի հատվածում կրակոցներից ոչինչ չհայտնեց։ Տարբեր են մարզից ստացվող տեղեկությունները, բնակիչներից մեկն օրինակ չցանկացավ ներկայանալ, բայց հաստատեց կրակոցի ձայներ լսել են։ Գյուղից 2 այլ բնակիչ էլ հակառակն էին նշում։ Ճիշտ ասած, տենց չեմ լսել ես, ուշադիր չեմ ելել, ճիշտը որ ասեմ, էլի։ Այս գիշերվա մասին է խոսքը։ Հա, այս նախորդ դուք Չէ, չեմ լսել ես։ Չենք լսել, ճիշտն ասած, տենց խոսակցություն չկա, էլի որ լսեն։ Թե եղել է լավ, չենք լսել, ճիշտը որ ասեմ, Սոտքում եմ ապրում, բայց նման բան չեմ լսել, չգիտեմ։
Որ Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներ կան, չթաքցրեց արտաքին հետախուզական ծառայության պետը։ Քրիստինե Գրիգորյանը երկրները չբացահայտեց, բայց շեշտեց, դրանք մի քանիսն են։ Վարչապետին ենթակա կառույցի ղեկավարը նաև ասաց, Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին այժմ փաստեր չկան։ Հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ազդակների եւ փաստերի համախումբը այս պահին բացակայում է։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելուց հետո Երևանն ու Բաքուն դրա ստորագրման վերաբերյալ տրամագծորեն հակառակ հայտարարություններով են հանդես գալիս։ Հայաստանից ամենաբարձր մակարդակով առաջարկում են օր առաջ ստորագրել փաստաթուղթը։ Ադրբեջանից պահանջում են մինչ այդ փոխել սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այսօր էլ այդ երկրի արտգործնախարարությունը կրկնեց պահանջները։ Իշխող թիմի անդամ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը շեշտեց. իշխանությունը ամեն ինչ անելու է իրավիճակը կայուն պահելու համար։ Իսկ թե ինչ նպատակով է Բաքուն վերջին օրերին անընդհատ կրակոցների մասին մեղադրանքներ հնչեցնում, ՔՊԱ-ական նախարարը դժվարացավ ասել։ Խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար եւ խաղաղություն կառուցելու համար հարկավոր է երկկողմանի ջանք եւ ներդրում այս իմաստով։ Հետևաբար ակնհայտ է, որ եթե Ադրբեջանը հայտարարում է եւ պատրաստ է այն փաստաթուղթը ստորագրել, որի մասին մենք խոսում ենք, այդ իմաստով ես կարծում եմ, որ որևէ խնդիր չի լինի։ Բաքվից այսօր դարձյալ խոսել են Հայաստան-ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին։ Հայկական կողմը վստահեցնում է, որ այս հարցը խաղաղության պայմանագրի տեքստում ներառված չէ։ Երևանին ու Բաքվին իրավիճակը սրող ցանկացած գործողությունից խուսափելու կոչ է արել Մոսկվան։ Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան պնդել է, թե խաղաղության պայմանագրի համաձայնեցման ֆոնին անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանային լարվածության աճի մասին տեղեկություններով։ Մոսկվայից ակտիվացել են հարաբերությունների կարգավորմանն ուղղված ակնարկները տևական լարվածության ու փոխադարձ կշտամբանքների ֆոնին արտաքին գերատեսչություններն են քաղաքական խորհրդակցություններ անցկացնում։ Առաջին անգամ 2021 թվականից հետո։ Փոխադարձ կոշտ հռետորաբանությունը ևս մեղմացել է։ Ինչ կարող է սա նշանակել։ Ռուսաստանը Հայաստանին բարեկամ երկիր է համարում եւ մտադիր է Երևանի հետ ավելի զարգացնել հարաբերությունները, այսօր հայտարարել է Վլադիմիր Պուտինի խոսնակը, անդրադառնալով հայաստանյան լրատվամիջոցներում տարածվող այն տեղեկություններին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է բոլոր գերատեսչություններին վերականգնել ռուս գործընկերների հետ կապերը։ Մամուլում հայտնված այս պնդումները գործադիրից չեն մեկնաբանում։ Պեսկովը շեշտել է, Մոսկվայի ու Երևանի հարաբերությունները չեն ընդհատվել ու չեն էլ կարող ընդհատվել։ Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, այն ինքնիշխան պետություն է, բայց մենք շատ ընդհանրություններ ունենք երկկողմանի, պատմական եւ մշակութային առումով, նաեւ ԵԱՏՄ-ի նման կարևոր ինտեգրացիոն ասոցիացիային համատեղ մասնակցության առումով։ Եվ իհարկե մենք առավել քան գոհ ենք հայկական կողմի նման փոխադարձ վերաբերմունքից մեր երկկողմ հարաբերությունների հեռանկարներին եւ պատրաստ ենք ամեն կերպ զարգացնել դրանք։ Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարությունները երեկ հաղորդեցին, որ կողմերը քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել։ Երևանի հաղորդագրության մեջ նշվում էր, որ փոխարտգործնախարարներ Մնացական Սաֆարյանն ու Միխայել Գալուզինը կարևորել են բոլոր մակարդակներում երկկողմ համագործակցության շարունակությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, ինչպես նաեւ մշակութային ու հումանիտար ուղղություններով առաջիկայում իրականացվելիք համատեղ միջոցառումների եւ ծրագրերի վերաբերյալ։ Ռուսական կողմը իր հաղորդագրությունում շեշտել է, որ տեղի է ունեցել մտքերի անկեղծ եւ առարկայական փոխանակում։ Հայաստանի արտգործնախարարության կայքի համաձայն վերջին նման խորհրդակցությունները Երևանն ու Մոսկվան անցկացրել էին 4 տարի առաջ, 2021 թվականին։ Հայ-ռուսական հարաբերությունները տևական ժամանակ է լարված են, կողմերը վերջին տարիներին հասցրել են դիվանագիտական նոտաներ փոխանակել։ Վերջին ամիսներին Մոսկվան բացահայտ դժգոհում էր Հայաստանում առաջին ընթերցման ընդունված Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագծից, անընդհատ շեշտելով, որ Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն համատեղելի չեն։ Հայաստանն էլ այս ընթացքում ռուսական ուժերին հանեց հայ-ադրբեջանական ու հայ-իրանական սահմանից, նաև Զվարթնոց օդանավակայանից։ Այսօր Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետն ի դեպ հայտնել է, որ ռուս սահմանապահներին նաև հայ-թուրքական սահմանից դուրս բերելու հարցը չի քննարկվում։ Մենք նկատում ենք դիվանագիտական խորհրդակցությունների կապերի մի փոքր վերականգնում կամ ապասառեցում։
հայ-ռուսական հարաբերություններում մասնագիտացած քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի խոսքով այժմ Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում նկատելի են առնվազն կայունացման ազդանշաններ։ Կողմերն ըստ քաղաքագետի վերջին շրջանում մեղմել են հռետորաբանությունը։ Տեսնում ենք նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների կան առնվազն գոնե նախնական ազդանշաններ Ռուսաստանի հետ հարաբերությունների կայունացման, դրանք սկանդալային ֆոնից դուրս բերելու, որոնք որևէ օգուտ չեն տալիս դիվանագիտությանը, եթե անգամ կան խնդիրներ եւ դրանք լուծման կարիք ունեն։ Քաղաքագետը ռուս-հայկական հարաբերություններում զգացվող հնարավոր զարգացումների պատճառներից մեկը համարում է աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նկատում է վերջին շրջանում հայաստանցի պաշտոնյաները արտաքին քաղաքականության մասին խոսելիս այլևս կտրուկ ձևակերպումներ չեն օգտագործում։ Եթե սլաքները ուղղվում էին ավելի շատ դեպի արևմուտք, հիմա ավելի ու ավելի բյուրեղանում է այն ընկալումը, որ արևմուտքը նույնպես չափազանց զբաղված է եւ պրոբլեմատիկ է իր ներքին ու արտաքին խնդիրներով, այլ պրոբլեմներով, որոնք առաջնահերթ են եւ Հայաստանի խնդիրները հետ են մղում, եւ այս բարձիկների բացակայությունը ավելի ակնհայտ դառնալու պարագայում մենք սկսել ենք ավելի հաճախ լսել արտաքին քաղաքականության մասին խոսելիս բալանսավորում բառը, բալանսավորված արտաքին քաղաքականություն որպես նպատակ, ռացիոնալիզացումը հարաբերությունների, տնտեսական հարաբերությունների կարևորումը։ Հայկական կողմի նախաձեռնությամբ իդեպ վերջերս տեղի էր ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել էր հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին։ Փաշինյանը հաստատել էր, որ Ռուսաստանի նախագահի հրավերով կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։ Տարեսկզբին էլ 2023 թվականից ի վեր դեմ առ դեմ բանակցություններ չանցկացրած Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարներն էին հանդիպել։ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը շահագրգռված է Մոսկվայի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությամբ։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը իդեպ երեկվա ճեպազրույցում անդրադարձել էր Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու Ռուսաստանի պարտավորություններին, շեշտել դրանք ուժի մեջ են։ Ինչ վերաբերում է Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պարտավորություններին հապկ շրջանակներում եւ երկկողմ ձևաչափով, ապա դրանք բոլորն ուժի մեջ են, բոլորը շատ լավ գիտեն։ Միևնույն ժամանակ Երևանի կողմից հապկին անդամակցության սառեցումը կարծում եմ չի նպաստում Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, ինչը նույնպես ակնհայտ է։ Մարիա Զախարովան միևնույն ժամանակ սակայն ակնարկել էր, թե Երևանից ժամանակ կպահանջվի հապկի հետ հարաբերությունները վերականգնելու համար։ Զախարովան սա ասել էր վերջին օրերին Բաքվից հնչող մեղադրանքների մասին հարցին անդրադառնալուց հետո։ Անցած շաբաթավերջից Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իր դիրքերը թիրախավորելու համար։ Բաքուն 6 օրում 1 տասնյակից ավելի նման հաղորդագրություն է տարածել։ Երևանից կտրականապես հերքում են այս պնդումները։ Ես որպես խնայող տանտիրուհի, որը սիրում է պատրաստել, ուզում եմ ասել, հալեցման գործընթացը ժամանակ է պահանջում։ Պաշտոնական Մոսկվան ըստ նրա անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության աճի վերաբերյալ հաղորդագրությունների առիթով։ Մոսկվայի պաշտոնական ներկայացուցիչը Երևանին ու Բաքվին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն, խուսափել իրավիճակը սրման տանող ցանկացած գործողությունից։ Հայաստանը հայ-թուրքական սահմանի մարգարայի անցակետով մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիային։ Կառավարության նիստում է որոշումն ընդունվել, որ այդ բեռները Թուրքիայի տարածքով ցամաքային ճանապարհով կտեղափոխվեն Սիրիա։ Արտգործնախարարության խոսնակն ասել էր, ցամաքային ճանապարհով Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու լոգիստիկ հարցերը քննարկվել եւ համաձայնեցվել են Թուրքիայի հետ գործող դիվանագիտական խողովակներով։ Կամուրջը բաց կլինի 10 օր այսօրվանից մինչև մարտի 31-ը։ 32 տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ մարգարայի անցակետը բացվում է հումանիտար բեռների համար։ Նախորդ անգամ 2 տարի առաջ Երևանը 100 տոննա մարդասիրական օգնություններ ուղարկել Թուրքիա երկրաշարժից տուժածների համար։ Այս ֆոնին մոտ 3 տարի է անկատար է մնում հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունը։ Անկարայից հայ-թուրքական կարգավորումը պարբերաբար կապում են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։
Լոռու մարզային ոստիկանությունում իրեն խոշտանգելու մասին ահազանգած արցախցի Տիգրան Ուլուբաբյանը քննչական կոմիտեում առերեսվում է վարչության պետի ու էլի մի ոստիկանի հետ, որոնք ըստ նրա իրեն ծեծելով եւ նվաստացնելով ստիպել են բարեկամի տան գողությունը իր վրա վերցնել։ Ու մինչ գործով մեղադրյալներ չկան, դեռ կատարվում են քննչական գործողություններ, ներքին գործերի նախարարը օբյեկտիվ քննության օգտին է այսօր խոսել, ըստ էության չբացառելով, որ հնարավոր է երիտասարդն է սուտ մատնություն արել։ Արցախցի երիտասարդի փաստաբանը կանխակալ է որակել նախարարի հայտարարությունը։ Նաիրա Բուլղադարյանն է քննչական կոմիտեի մոտից հաղորդում։ Այս պահին քննչական կոմիտեում են արցախցի 29-ամյա Տիգրան Ուլուբաբյանը, նրա փաստաբանը եւ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետն ու եւս մեկ ոստիկան։ Առերեսման գործընթացը սկսվել է, թե որքան կտևի հայտնի չէ։ Փաստաբանը սրանից առաջ մեզ հետ հարցազրույցում նշում էր, որ ամեն դեպքում կարծում են, որ առերեսումը այսօր կվերջանա։ Առերեսումը շատ ավելի ուշ սկսվեց, որովհետեւ ոստիկանները ցանկություն էին հայտնել ներկայանալ փաստաբաններով եւ ավելի շուտ էին ներս մտել, քան Տիգրան Ուլուբաբյանն ու իր փաստաբանը, որով հետև պետք է ծանոթանային գործի նյութերին։ Առերեսվողները իրենց փաստաբանների հետ հիմա քննիչի մոտ են, ծանոթանում են փորձագիտական եւ այլ եզրակացություններին, քիչ հետո մենք եւս կմտնենք։ Տիգրան Ուլուբաբյանը պնդում է, որ մեկ շաբաթ առաջ իրեն ծեծի են ենթարկել Լոռու մարզի վարչությունում, խոշտանգել են, նվաստացրել, ստորացրել, հայհոյել եւ պարտադրել, որ իր վրա վերցնի իր բարեկամի տան գողությունը։ Նա դրան չի համաձայնել, ինչից հետո արդեն նրան բաց են թողել ոստիկանությունից։ Այս դեպքից հետո հարուցվել է քրեական գործ խոշտանգման հոդվածով, բայց 7 օր անց որևէ մեղադրյալ ոստիկան չկա։ Երեք քննչական կոմիտեի նախագահ Արտուր Պողոսյանն էր նրանց այս շենքում ընդունել եւ ասել, որ խոստանում է օբյեկտիվ քննություն, բայց եւ նշել էր, որ ականատեսի, այսինքն տուժողի Տիգրան Ուլուբաբյանի ցուցմուկը միայն բավարար չէ, որպեսզի ոստիկաններին ձերբակալեն, մեղադրանք առաջադրեն։ Եվ ստացվում է, որ նրա մատնանշած ոստիկանները, որոնք ըստ նրա իրեն խոշտանգել են, ազատության մեջ են եւ աշխատանքի են գնում եւ ինչպես փաստաբանն է պնդում, իրենք մտավախություն ունեն, որ գործի բոլոր նյութերը կարող են, ապացույցները կարող են ոչնչացնել։ Մինչ առերեսումը կսկսվեր, Տիգրան Ուլուբաբյանը փողոցում հենց այստեղ մեզ ցույց տվեց մի տղամարդու, նշելով, որ նա այն ոստիկաներից մեկն է, որը իրեն ճիշտ է չի խոշտանգել, բայց հայհոյել է։ Ինքը ինձ մենակ հայհոյել է, ոչ խփելա ոչ բանի, այն մենակ հայհոյողն է եղել։ Որ ասում եք հայհոյել են, ինքն է հայհոյել։ Մեկն էլ ինքն է եղել հայհոյողներից։ Լրագրողներով փորձեցինք հարցեր տալ նրան, նա մեկ ոստիկանի ուղեկցությամբ շատ արագ հեռացավ այս տարածքից եւ որևէ հարցի չպատասխանեց։ Կներկայանաք։ Ձեզ մատնանշում են, որ դուք եք խոշտանգել ոստիկանության Այս թեմային այսօր խորհրդարանում անդրադարձել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Խորհուրդ է տվել չհապաղել, սպասել, հետո գնահատականներ տալ, նշելով, որ քննություն է գնում, կարծում է, որ անաչառ քննություն կլինի եւ վերջում ամեն ինչ իր տեղը կընկնի։ Իհարկե հասկանում եմ խոշտանգման առումով հարցի ավելի մտահոգիչ լինելը, ավելի զգայուն լինելը, բայց պատկերացրեք օրինակ, որ ձեզ մեղադրում են պայմանականորեն որևէ անձի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ միանգամից առանց քննության ֆիքսում ենք, որ դուք եք մեղավորը։ Այսինքն, եթե ես հակված եմ մտածելու, որ կա խոշտանգում, ավտոմատ կերպով ես այդ ուղղությամբ եմ մտածելու եւ իմ բոլոր մտքերը այդ ուղղությամբ պիտի դասավորեմ։ Բայց ես ներքին գործերի նախարարն եմ եւ կարիք ունեմ օբյեկտիվորեն իրավիճակը հասկանալու, որը մի կողմից կպաշտպանի մեր քաղաքացուն, ով որ ցանկացած process-ի շրջանակներում կարող է ոստիկանի ոչ իրավաչափ ներգործության ենթարկվել եւ դրա համար ենթարկվի պատասխանատվության, մյուս կողմից, եթե չկա այդպիսի ներգործություն, բայց կա կեղծ մեղադրանք, պաշտպանելու այն ոստիկանության ծառայողին, որը որ չի կատարել որևէ ներգործություն։ Կարիք կլինի կրկնակի փորձաքննություն կնշանակվի։ Ներքին գործերի նախարարը նաև մի այսպիսի արտահայտություն հնչեցրեց այսօր խորհրդարանում։ Եթե պարզվի, որ ոստիկանները մեղավոր են, նրանք կենթարկվեն պատասխանատվության, բայց եթե պարզվի, որ նրանք անմեղ են, ապա պատասխանատվության կենթարկվի բողոքողը սուտ մատնության համար։ Տիգրան Ուլուբաբյանի փաստաբանը Ռոման Երիցյանը այսօր մեծ զրույցում հակադարձեց ներքին գործերի նախարարին, նաև նշեց, որ եթե Տիգրան Ուլուբաբյանը իսկապես մեղավոր է, ապա նա այժմ չէր գտնվի ազատության մեջ, այլ կլիներ մեղադրյալի կարգավիճակում։
Եթե Հայաստանի Հանրապետությունում գործում է նույն վկայակոչած քրեական դատավարության օրենսգիրքը, այդ ներքին գործերի նախարարը օրինակ կարող է պարզաբանել Տիգրան Ուլբաբյանը 7 ժամ որ գտնվում էր ոստիկանությունում, ինչի հիման վրա էր գտնում եւ ինչու քրեական դատավարության օրենսգրքով սահմանված փաստաթղթերը Տիգրան Ուլբաբյանի նկատմամբ չի կազմել։ Այդ նույն գործող քրեական դատավարության օրենսգրքով ներքին գործերի նախարարը ասես այդ կոնկրետ խոշտանգումը ենթարկած ոստիկանների փաստաբանը լինի։ Այսինքն իր ելույթում ընդհանրապես օբյեկտիվություն չի նկատում։ Ռոման Երիցյանը նաև մանրամասներ ներկայացրեց ավազակային հարձակումից։ Երկու զինված տղամարդ արձակվել է 28-ամյա կնոջ վրա, նրան զենքով տվել սպառնալիքներ, այնուհետև այդ կնոջ գոռալուց հետո այդ նույն զենքը ուղղել է մանկահասակ երեխայի նկատմամբ, ինչպես ինձ հայտնի է դարձել, եւ հափշտակել տանը եղած 7 կտոր ոսկյա իրերը։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում։ Իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Բուլինգի ենթարկում լրագրողների Լրագրող չէ, Տիկին Ջեբեջյանին։ Պաշտպանության հանձնաժողովի իշխանական նախագահ Անդրանիկ Քոչարյանը քննադատության թիրախում է հայտնվել հերթական անգամ լրագրողին վիրավորելու համար։ Դիմում ենք Անդրանիկ Քոչարյանին մանդատից զրկելու պահանջով։ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածել միմյանց։ Եվրոպան կտրուկ ավելացնում է սեփական պաշտպանական ծախսերը։ Հայաստանի հավաքականի ձախողումներից դժգոհ երկրպագուները շարունակում են պահանջել ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը։ Տեղական խնդիրներին դեռ կվերադառնանք, հիմա ռուս-ուկրաինական կոնֆլիկտը հանգուցալուծելու շուրջ քայլերին անդրադառնանք։ Ուկրաինան մասնակցում է եւ Պուտինի խաղաղասիրությանը չվստահող եվրոպացիների նախաձեռնած հանդիպումներին եւ կոնֆլիկտին վերջ դնելու խոստումներ տված Ամերիկայի հետ է բանակցություններ վարում։ Ու մինչ վերջնական համաձայնությունը ձեռք բերված չէ, Կիևն ու Մոսկվան փոխադարձ հարվածներ են հասցնում։ Եվրամիության առաջնորդները համաձայնել են հնգամյա ծրագրի շուրջ, ըստ որի դաշինքը պետք է ավելացնի ռազմական կարողությունները եւ մինչեւ 2030 թվականը լիովին ի վիճակի լինի պաշտպանվելու Ռուսաստանի հնարավոր հարձակումից, հայտարարել է Լեհաստանի վարչապետը։ Եվրոպան կտրուկ կավելացնի պաշտպանության ծախսերը այն մտահոգությունների ֆոնին, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր Եվրոպայի անվտանգությունը երաշխավորած Միացյալ Նահանգներն այլևս չի ցանկանում դա անել։ Մենք որպես Եվրոպական խորհուրդ վերջապես ստանձնեցինք այս պարտավորությունը, որ մինչև 2030-ը եվրոպական բանակը սպառազինության տեխնոլոգիայի առումով ակնհայտ ավելի ուժեղ պետք է լինի, քան Ռուսաստանը։ Երեկ էլ ԵՄ առաջնորդները հայտարարել էին, որ կշարունակեն ֆինանսական եւ ռազմական կանոնավոր աջակցությունն Ուկրաինային, թեև 5 միլիարդ եվրոյի օգնության փաթեթը հաստատելու մասով, որը խնդրել էր Ուկրաինայի նախագահը, որոշում չէին կայացրել։ Ըստ Բլումբերգի որոշումն արգելափակել են Ֆրանսիան եւ Իտալիան, որոնք չեն շտապում կոնկրետ պարտավորություններ ստանձնել։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան երեկվա հանդիպումից հետո ասել է, որ ԵՄ ունեցած բոլոր գործիքներն անդամ երկրներին թույլ են տալիս մեծացնել իրենց աջակցությունն Ուկրաինային։ Մեր եզրակացությունում մենք որոշեցինք առաջիկա 5 տարիներին զարգացնել մեր սեփական հնարավորությունները, բայց նաև աջակցել Ուկրաինային։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ ասել է, որ Ուկրաինան եւս կկարողանա օգտվել անվտանգության գործողություն հանուն Եվրոպայի ծրագրից, որը վարկային գործիք է եւ նախատեսված է օգնելու երկրներին ուժեղացնել իրենց պաշտպանությունը։ But as Ukraine security is not just European Union security but the whole of Europe security. Քանի որ Ուկրաինայի անվտանգությունը ոչ միայն Եվրոպական միության անվտանգությունն է, այլև ամբողջ Եվրոպայի, մենք ասոցիացված գործընկեր երկրների համար եւս հնարավորություն կստեղծենք միանալու անվտանգության գործողության հանուն Եվրոպայի ծրագրին։ You budget that those who want it voluntarily can flexibilize their cohesion funds for defense investment. ԵՄ-ից ջանքերին զուգահեռ Ուկրաինային աջակցող երկրների ղեկավարները հաջորդ 5 շաբթի իրենց հերթին Փարիզում հերթական հանդիպումը կանցկացնեն քննարկելու խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում Ուկրաինայում խաղաղապահների տեղակայման հարցը։ Հանդիպմանը կմասնակցի նաև նախագահ Զելենսկին, տեղեկացրել է Ֆրանսիայի նախագահը։ Մենք կավարտենք մեր աշխատանքը ուկրաինական բանակին կարճաժամկետ աջակցություն տրամադրելու, ուկրաինական բանակի կայուն եւ կենսունակ մոդելի պաշտպանության ուղղությամբ, որը կկանխի ռուսական ներխուժումը եւ անվտանգության երաշխիքների ուղղությամբ, որ կարող են տրամադրել եվրոպական երկրների բանակները։
Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից ասել են, որ հաջորդ շաբաթ կառավարությունը կարագացնի Ուկրաինայի համար խաղաղապահ ուժերի պլանավորումը, նաև կհանդիպեն ռազմական ոլորտի ներկայացուցիչները ավելի լավ ուսումնասիրելու այդ ուժերի կառուցվածքն ու մյուս մանրամասները։ Այս ֆոնին Միացյալ Նահանգների նախագահն այսօր ասել է, որ Վաշինգտոնը շատ շուտով Ուկրաինայի հետ կստորագրի այդ երկրի հազվագյուտ օգտակար հանածոների համատեղ արդյունահանման պայմանագիրը։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ կապված ամեն ինչ լավ է ընթանում։ Շատ շուտով Ուկրաինայի հետ պայմանագիր կստորագրենք հազվագյուտ օգտակար հանածոների վերաբերյալ։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Ուկրաինան իրականում պատրաստ էր այն ստորագրել դեռ անցած շաբաթ Ջիդայի հանդիպմանը, սակայն ամերիկյան կողմը խնդրել է հետաձգել հավելյալ խորհրդակցություններ անցկացնելու համար։ Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են անօդաչուներով հարվածել միմյանց, ռուսական զորքը զանգվածային հարձակում է գործել Օդեսայի, նաև Զապորոժիեի վրա։ Ուկրաինական կողմն իր հերթին հարվածել է Վոլգոգրադի մարզին։ Անօդաչուն հարվածել է ռուսական Սուջա քաղաքի գազաչափիչ կայանին, ինչի համար կողմերը միմյանց են մեղադրել։ Կրեմլի խոսնակն ասել է, որ ռուսական զորքը չի հարվածում ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքին, քանի ուժի մեջ է նախագահ Պուտինի հրամանը։ Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանն ուժի մեջ է եւ Ռուսաստանի զինված ուժերը ներկայումս ձեռնպահ են մնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին հարվածներ հասցնելուց, համաձայն Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության։ Նախագահ Զելենսկին իր հերթին անդրադառնալով ռուսական հարվածներին հայտարարել է, որ Մոսկվայի վրա ճնշումը, պատժամիջոցների ավելացումն ու աջակցությունն Ուկրաինային միակ ուղին են ստիպելու Ռուսաստանին վերջ տալ այս պատերազմին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո բողոքի ալիքը չի մարում։ Ոստիկանությունը բիրտ միջոցներով է հակազդում։ Ընդդիմությունը, որը պատրաստվում էր առաջիկա ընտրություններում հենց ձերբակալված քաղաքապետին առաջադրել, չհաջողելու դեպքում իր պլան B-ն է այսօր հրապարակել։ Արդյունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, բախումներ ոստիկանության հետ։ Երրորդ օրն է իրավիճակը Թուրքիայում չի հանդարտվում։ Նախագահ Էրդողանի հիմնական մրցակից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։ Իշխանությունները արգելել են հանրահավաքները, փակել գլխավոր հրապարակներն ու երկրով մեկ հավելյալ ոստիկանական ուժեր տեղակայել, սակայն հազարավոր մարդիկ շարունակում են դուրս գալ փողոցներ։ Երկրի երրորդ ամենամեծ քաղաքում Արևմտյան Իզմիրում անցած գիշեր ջրցան մեքենաներն են թիրախավորել ցուցարարներին։ Մայրաքաղաքական կառայում բախում է եղել ոստիկանների հետ, որոնք արդյունքաբեր գազ ու հատուկ միջոցներ են կիրառել։ Ըստ ներքին գործերի նախարարի 53 մարդ կալանավորվել է, 16 ոստիկան վնասվածքներ ստացել։ Իշխանությունները 5 օրով արգելել են ցույցերն ու հանրահավաքները։ Չնայած իրավապահների ճնշումներին ցուցարարները երեկ Իզմիրում միահամուռ պատ են կազմել ջրի չդադարող շիթերի դեմ, հրաժարվելով հեռանալ։ Դեմոկրատիկ biçimde Մենք ժողովրդավար ճանապարհով առանց բռնությունների գրավել ենք փողոցները, որպեսզի պայքարենք մեր իրավունքների համար։ Իմամօղլուն ձերբակալվեց անցած չորեքշաբթի կոռուպցիայի եւ ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեղադրանքներով, որոնք ընդդիմությունը շինծու է որակում։ Երկրի ամենամեծ ընդդիմադիր ուժի ժողովրդահանրապետականի անդամ Իմամօղլուն ճաղերի ետևում հայտնվեց Կիրակի նախատեսված նախնական ընտրություններից, պրայմերիզից օրեր առաջ, որտեղ ակնկալվում է, որ նա պետք է առաջադրվեր որպես նախագահի թեկնածու 2028-ին կայանալիք ընտրություններում։ Այս պայքարն այլևս միայն Իմամօղլուի համար չէ, այլ ժողովրդավարության եւ Թուրքիայի ապագայի, ասում է ժողովրդահանրապետականի առաջնորդ Ozgur Özel'e։ Մենք կհաղթենք առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելով Իմամօղլուին, բայց եթե նրա թեկնածությունն արգելափակվի, մենք այդ քվեարկությունը կվերածենք համընդհանուր աջակցության հանրաքվեի։ Թուրքիայի ժողովուրդը թույլ չի տա, որ իր ընտրության իրավունքը ոտնահարվի։ Օզելը հորդորել է շարունակել խաղաղ ցույցերն ու անհնազանդության գործողությունները։ Իշխանությունից հիշեցրել են, դրանք արտոնված չեն, սպառնալով օրինազանցների դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Բողոքի հավաքն ու երթը հիմնարար իրավունքներ են, բայց իրավական հետաքննության դեմ փողոց դուրս գալը անօրինական է եւ անընդունելի։ Այսօր վաղ առավոտյան X-ում գրել է Թուրքիայի արդարադատության նախարար Yilmaz Tunca։
Առաջադրված մեղադրանքներին արձագանքելու տեղը դատարաններն են, ոչ թե փողոցը, փաստերն անհնար է փոխել սադրիչ հայտարարություններով կամ դատական համակարգին սպառնալով։ Ընդդիմությունն այլ փաստեր է վկայաբերում, հիշեցնում, անցած ապրիլի տեղական ընտրություններում Իմամօղլուի ժողովրդահանրապետականը ամենամեծ հաղթանակն արձանագրեց վերջին 45 տարում, իր ձեռքը վերցնելով Անկարան, Ստամբուլն ու այլ խոշոր քաղաքներ։ Հիմա իշխանությունը ուզում է ետ բերել կորցրածը բռնությամբ ու կեղծ մեղադրանքներով, պնդում են ընդդիմախոսները ընդգծելով Էրդողանը, որ իր քաղաքական կարիերան Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից է սկսել, շատ լավ գիտի ինչ կարևորություն եւ ուժ ունի Թուրքիայի ամենամեծ այդ քաղաքը։ Նրանք ուզում են իրենց ձեռքը վերցնել այն համայնքները, որտեղ չկարողացան հաղթել ընտրություններով, սկսեցին հարավ-արևելքից, որտեղ Էրդողանն իր վստահորդներին էր համայնքապետ նշանակում, նույնն էլ այստեղ։ Էրդողանը հերքում է ընդդիմության մեղադրանքները, դրանք համեմատում թատերական ներկայացման հետ եւ պնդում ժողովուրդը հետաքրքրված չէ։ Լսեք ինչ եմ ասում, բաց ու հստակ, ժողովրդահանրապետականի հրավիրած հանրահավաքները փակուղի են տանում, նա փողոց է կանչում մարդկանց գոհությունն, ապօրինությունը, կեղծիքը պաշտպանելու, դա անպատասխանատու քայլ է։ Այս լեփլեցուն հրապարակը հակառակն է վկայում, 3 հարթակից արձագանքեց ընդդիմադիր կուսակցության առաջնորդը։ Դիմում եմ նրանց, որ ասում են, թե անպատասխանատու է մարդկանց փողոց դուրս բերելը, մենք չէ, որ լցրել ենք այս հրապարակները, ձեր ապօրինությունն ու անարդարությունն է մարդկանց փողոց դուրս բերել։ Ես կոչ եմ անում հազարավորների, 100 հազարավորների ու միլիոնավորների խաղաղ հավաքների, արտահայտեք ձեր կամքը ժողովրդավար ճանապարհով, պաշտպանեք ձեր սահմանադրական իրավունքները։ Իմամօղլուի ձերբակալությունից ժամեր անց Ստամբուլի համալսարանը չեղարկել էր նրա դիպլոմը, պնդելով, թե այն խախտումներով է տրվել։ Սա եւս մեկ փաստ է, որը վկայում է իշխանության իրական նպատակների մասին, պնդում են ընդդիմախոսները փաստելով, առանց բարձրագույն կրթության դիպլոմի Իմամօղլուն նախագահի թեկնածու չի կարող առաջադրվել։ Մենք երբեք չենք հաշտվի ձերբակալությունների, կալանքի, դիպլոմի չեղարկման հետ։ Մեզ համար սա սադրանք է սոցիալական խաղաղության ու ժողովրդավարության դեմ։ Մենք սա չենք հանդուրժել եւ չենք հանդուրժի։ Էրդողանը մի քանի անգամ նշել է, թե մտադիր է մնալ իշխանության ղեկին ավելի քան 20 տարի շարունակվող պաշտոնավարումից հետո։ Միայն թե դրա համար նա պետք է կամ գնա արտահերտ ընտրությունների կամ փոխի սահմանադրությունը, չեղարկելով երրորդ անգամ նախագահ առաջադրվելու արգելանքը։ Բազմաթիվ վերլուծաբաններ պնդում են, թե Իմամօղլուի ձերբակալությունն ու չեզոքացումն այդ մեծ օպերացիայի մեկնարկն է ազդարարում։ Մինչ այդ այսօր առավոտյան Ստամբուլի բորսան ժամանակավորապես կասեցրել է վաճառքները խուճապից խուսափելու համար, քանի որ բորսայի հիմնական ցուցանիշն ընկել էր միանգամից 7%-ով։ Նախորդին էլ ըստ Reuters-ի Թուրքիայի կենտրոնական բանկն էր ստիպված ռեկորդային շատ մոտ 10 միլիարդ դոլար վաճառել, որպեսզի փրկի թուրքական լիրան սրընթաց արժեզրկումից։ Տեղական արժույթն առանց այդ էլ վերջին 5 տարում ավելի քան 80%-ով արժեզրկվել էր դոլարի նկատմամբ։ Քաղաքական ու տնտեսական այս վայրիվերումների ֆոնին նախագահ Էրդողանն այսօր Ստամբուլում փորձել է Նովրուզի կրակը վառել։ Մի քանի անհաջող փորձերից հետո օգնականներն են կրակի վրա յուղ լցրել։ Քաղաքական կյանքում մինչդեռ ըստ փորձագետներից շատերի օգնականների կարիքը գուցեև չլինի։ Առաջիկա շաբաթ կիրակի ակնկալվում են ընդդիմության առավել հուժկու ցույցեր։ Թողարկման այս հատվածում հայաստանյան մյուս իրադարձությունների մասին պատմենք։ Իրավապաշտպանները լրագրողական կազմակերպություններն իշխող քաղաքացիական պայմանագրից կոնկրետ գնահատական են պահանջում։ Կուսակցի ներողություն խմբակցության падգամավորի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վարքագծի առնչությամբ։ Իշխանական падգամավորը 3 վիրավորել էր լրագրող Ռիփսիմե Ջեբեջյանին։ Խորհրդարանական շատ լրագրողներ ընդհանրապես կարծում են, որ Քոչարյանը պետք է զրկվի падգամավորական մանդատից։ Քոչարյանը երկրորդ օրն է ներողություն չի խնդրում, հայտարարում է նպատակը վիրավորելը չէր, երբ ասում էր մաքրեք ձեր շրթունքները, հորդորում իրեն չխանգարել, իր ուզած տեղում կանգնեցնում լրագրողին։ Իշխանական падգամավորի քննադատները նկատել են Քոչարյանը հատկապես կանանց հետ թիրախավորում։ Մի խանգարեք ձեր գործընկերներին։ Դուք միշտ ինձ խանգարում եք, այնտեղ կանգնեք։ Դուք։
Եթե թե ես կգնամ, չեմ պատասխանի ձեր գործընկերներին։ Իշխող խմբակցության падգամավոր Անդրանիկ Քոչարյանը հերթական սկանդալային պատմության կիզակետում է ու դարձյալ լրագրողին վիրավորելու պատճառով։ Այս անգամ նրա թիրախում Հռիփսիմե Ջեբեջյանն է։ Երեկվա ճեպազրույցի ժամանակ падգամավորը կոշտոնով պահանջում էր լրագրողը իր կողքից հեռանա ու մաքրի շրթունքները։ Այդպես, որտեղ ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկին, որ ձեզ արեց։ Մաքրեք ձեր շրթունքները։ Շատ լավ։ Ոչ մի բան, ասեք։ Այսինքն էս ինչ բուլինգ եք ձեր կարծիքով։ Բուլինգի եք ենթարկում լրագրողներին։ Լրագրող չէ, Տիկին Ջեբեջյանին։ Տեսանյութում ինքը ասում է, ես լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին նկատի չունեմ, ես Տիկին Ջեբեջյանի նկատի ունեմ, իսկ ես բոլորդ գիտեք, որ ես ազգային ժողովում հավատարմագրված լրագրող եմ, ես այստեղ իմ մասնագիտական գործունեություն եմ ծավալում, ես այստեղ կնոջ ֆունկցիա չունեմ ազգային ժողովում, հետևաբար ինչ է նշանակում, ես Տիկին Ջեբեջյանին նկատի ունեմ։ Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցներն առանց միջադեպերի գրեթե չեն անցնում։ Նա մշտապես աչքի է ընկնում ոչ պատշաճ վարքով, ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ Անդրանիկ Քոչարյանը առաջին անգամը չէ, որ նմանատիպ վարքագիծ է դրսևորում, հատուկ կանանց նկատմամբ։ Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահին միայն մասնագիտական գործունեությունը չէ, որ հունից հանում է, այլ այն, որ նրանք պարզապես կանայք են, շեշտում է իրավապաշտպանը։ Հատկապես իհարկե կանանց հետ թիրախավորում եւ մտնում է ոչ թե մասնագիտական դաշտի հետ կապված բանավեճի մեջ, այլ կոնկրետ որպես կին թիրախավորում է եւ կանանց հատուկ վիրավորական արտահայտություններ է կպցնում։ Անդրանիկ Քոչարյանը միայն իր քիմքին ոչ հաճելի հարցեր տվող ու նյութեր պատրաստող կին լրագրողների հետ չէ, որ խնդիր ունի, կին քաղաքական հակառակորդներին էլ չի խնայում, ասում է Զարուհի Հովհաննիսյանն ու հիշեցնում արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ կապված սկանդալը, երբ անձնական վիրավորանքներ էր հասցրել նրան։ Այստեղից հստակորեն երևում է, որ տվյալ քաղաքական գործիչը, տվյալ падգամավորը եւ ցավոք սրտի կարևոր հանձնաժողովներից մեկի նախագահը տնատյաց է կոնկրետ եւ բավական սեքսիստական պատկերացումներ ունի կյանքի մասին։ Իշխանական падգամավորի ու լրագրողի միջադեպի թեման այսօր բորբոքվեց նաեւ Քոչարյանի գլխավորած նիստում։ Բոյկոտեք Անդրանիկ Քոչարյանին, բոյկոտեք այն բոլոր падգամավորներին, որոնք դες վիրավորում են։ Մեր լրագրողներին ասում եմ կրկնվել է Բագրատ Սրբազանի ասած Սրբազան բառը իմ ես օգտագործում եմ միտումնավոր։ Ես երեք ասել եմ հոգևորական, բայց հիմա ասում եմ Սրբազան, եթե դուք դեմ եք Սրբազանի ասացին, իսկ դրա մեջ որևէ վիրավորական բան չկա, որևէ ընդամենը ես արձանագրել եմ, որ պետքա խոսքը օգտագործելուց լինի մաքուր։ Եթե դուք դրա մեջ ինչ եք պատկերացնում, դա ձեր խնդիրն է։ Եթե դուք սխալ բան եք հասկացել, ամեն մարդ մտածում է իր փչացվածության աստիճանով։ Սկսում եք նիստը, շնորհակալություն։ Պարոն Քոչարյան, ներողություն ասելու փոխարեն հիմա ոչ դուք պարտավոր եք ներողություն խնդրել։ Բագրատ Սրբազանն այդ ձևակերպմամբ ամիսներ առաջ պատասխանել էր Հռիփսիմե Ջեբեջյանի հարցին, երբ նա ԿՊ-ի համակիրներից մեկի անունն էր նշել։ Հետո ներողություն խնդրեց ու բացատրեց, թե սատանաների անուն էր տվել, դրա համար էլ այդպես էր ասել։ Իշխող խմբակցությունը ոչ մի բառով չի արձագանքել այս միջադեպին։ Պատգամավորներից Հասմիկ Հակոբյանն է ներողություն խնդրել գործընկերոջ փոխարեն, իսկ Քրիստինե Պողոսյանը զանգել է լրագրողին։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտեց առանց Քոչարյանի անունը նշելու։ Միաժամանակ դատապարտեց նաև արտահայտության սկզբնաղբյուրին Սրբազանին։ Արդեն երկրորդ անգամ հնչեց միտք, երկրորդ անգամ ընդ որում ոչ նույն մարդու կողմից, երկրորդ անգամ հնչեց միտք, որը կարծում եմ հատկապես կանանց տեսանկյունից սեռով պայմանավորված թիախավորման առումով խնդրահարույց է եւ անձինք պետք է զերծ մնան նման մտքեր հնչեցնելուց։ Լրագրողները ստորագրահավաք են սկսել, որ ազգային ժողովում էթիկայի հանձնաժողով ձևավորվի, քննեն պաշտպանության հանձնաժողովի նախագահի վարքագիծը։ Իմ կարծիքով ամոթալի է խորհրդարանի համար այս վարքագծով падգամավոր ունենալը։ Լրագրողները ուզում են, որ այս անգամ հարցը հասնի մինչև սահմանադրական դատարան, որ Անդրանիկ Քոչարյանին զրկեն падգամավորական մանդատից, բայց մինչ այդ նախ պետք է էթիկայի հանձնաժողովը ձևավորվի ու աշխատի, որ հիմքեր ստեղծվեն, իսկ դրա համար պետք է, որ իշխող ուժը Անդրանիկ Քոչարյանի թիմակիցները կողմ քվեարկեն։ Երկրպագուները դժգոհ են ոչ միայն 0-3 հաշվով Վրաստանից կրած երեկվա պարտությունից, այլ ֆուտբոլի ֆեդերացիայից, թե հավաքականի շարունակական ձախողումների, թե Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղի կազմակերպչական թերացումների պատճառով։
Արդար արդյունքեր, սա այն իրավիճակն է, որտեղ հիմա գտնվում է Հայաստանի ընտրանին։ Սրանք Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն Վանցխիպի առաջին հրապարակային խոսքերն են 3 Երևանում Վրաստանին խոշոր 3-0 հաշվով պարտվելուց հետո։ Երբ կարևոր դրվագներում կոպիտ սխալներ ես թույլ տալիս, Վրաստանն իր ունեցած որակներով կարող է քեզ պատժել։ Այսպես դժվար է լավ արդյունքի հասնել։ Սա մի բան է, որը պետք է բարելավենք։ So I think that's something that we certainly have to improve. Սա հոլանդացի մասնագետի առաջին հանդիպումն էր հավաքականի ղեկին։ Խաղից հետո լրագրողների հետ զրույցում գլխավոր մարզիչը հայ երկրպագուներին մի բան հորդորեց՝ համբերություն ունենալ։ This team is a team that has to grow. Սա թիմ է, որը դեռ պետք է աճի, սովորի։ Այսօր նրանք շատ հասուն ու լավ թիմի հետ խաղացին։ Հայաստանը դեռ այդ մակարդակը չունի։ Շատ աշխատանք կա անելու։ Երկրպագուները պետք է հավատան, ֆուտբոլիստները նույնպես։ There's a lot of work to be done and the fans have to have patience, have to still believe and keep believing as the players have to believe. Վիճակագրությունն ամբողջությամբ Վրաստանի ընտրանու օգտին է։ Գնդակն ավելի շատ նրանց մոտ էր, ավելի դիպուկ էին, փոխանցումներն էլ ավելի ճշգրիտ։ Հայաստանի հավաքականի ձախողումներից դժգոհ երկրպագուները արդեն տևական ժամանակ է ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականն են պահանջում։ Երկրպագուները նաև խաղի ժամանակ մի քանի անգամ այդ պահանջը հնչեցրին։ Ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այս կոչերը դժվար թե լսած չլիներ, որովհետև հանդիպմանը հենց մարզադաշտում էր հետևում։ Հրաժարականի պահանջին, սակայն հանդիպումից հետո ֆեդերացիան չի անդրադարձել։ Վրաստանի ազգային հավաքականը բոլոր ասպեկտներում, խաղադաշտի բոլոր հատվածներում գերազանցեց մեր հավաքականին, բայց նաև այդ ամեն ինչը ունի այլ պատճառներ, ոչ ֆուտբոլային պատճառներ, որոնց մասին բնականաբար պետք է խոսել։ Հայաստանում UEFA-ի թղթակից Մհեր Խուդավերդյանի համոզմամբ պարտության պատճառներից էր մարզադաշտում վրացի երկրպագուների մեծ թիվը։ Նրանք ոչ միայն հյուրերին տրամադրված հատվածներում էին, այլև բոլոր տրիբունաներում։ Երբեմն նրանց ձայնն ավելի բարձր էր, քան հայ երկրպագուների վանկարկումները։ Վրաստանի ընտրանու երկրպագուների համար 3 կայացած հանդիպման տոմսերը շատ ավելի վաղ էին հանվել վաճառքի։ Նրանք ավելի շատ ժամանակ են ունեցել պատրաստվելու, պլանավորելու համար, ընդգծում է Խուդավերդյանը։ Ըստ նրա ուղղորդված բազմաթիվ ֆուտբոլասերների ֆեդերացիան թերացել է նաև հայաստանցի երկրպագուների համար վաճառքն ու մարզադաշտ մուտքը կազմակերպելիս, քանզի մյուս տրիբունաներում հյուր երկրի մեծաթիվ երկրպագուներ չպետք է լինեին։ Այսինքն նրանք այդ տոմսերը ինչ որ ձևով ձեռք են բերել։ Նրանք այդ տոմսերը բնականաբար ձեռք են բերել կամ իրենց ծանոթ բարեկամ հայերի շնորհիվ, ամեն երկրորդ կամ երրորդ վրացին ունի հայ ծանոթ, ում կարող է խնդրել իր համար տոմս ձեռք բերել անձնագրով։ Նաև գործել է սև շուկան, գիտենք, որ բավականին թանկ արժեքներով սև շուկայում տոմսեր են վաճառվել վրաց երկրպագուներին։ Հայաստանում UEFA-ի թղթակից Մհեր Խուդավերդյանի կարծիքով հսկիչները պետք է ստուգեին, որ միայն իրենց անունից գնված տոմս ունեցողները մարզադաշտ մտնեին։ Դա չի ստուգվել եւ հազարավոր վրացի երկրպագուներ եղել են մարզադաշտում։ Պատասխան հանդիպումը կկայանա այս կիրակի Թբիլիսիում։ 2 խաղերի արդյունքում հաղթողը ազգերի լիգայի հաջորդ մրցաշրջանը կարգով ավելի բարձր B դիվիզիոնում կսկսի, պարտվողը կխաղա C լիգայում։ Այսքան այս թողարկման համար ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, լրահոսը անընդհատ թարմացվում է azatutsun.am կայքում, նաև սոցցանցերում մեզ գտեք, Facebook-ում, Instagram-ում, YouTube-ով դիտեք և կաբելային ալիքներով հաջողություն։